Հայաստանի մասով։ Ուրեմն 1988 թվականից երբ սկսեց Արցախյան շարժումը եւ 91 թվականից Հայաստան-Ադրբեջան առաջին Արցախյան պատերազմը 92 թվականին Հայաստանի վիճակը կրիտիկական էր։ Ադրբեջանը մտել էր Տավուշ, մտել էր Սյունիք, նույնիսկ վերցրել էին Ղափանի օդանավականը, բայց Հայաստանի մոտ ստացվեց իրավիճակը շտկել մարտավարական հաղթանակով։ Այսինքն Արցախյան ազատամարտում Հայաստանը հաղթանակ ունեցավ, բայց ստրատեգիական հաղթանակ որպես այդպեսին չունեցավ, դրա համար հավաքական արևմուտք այս ամեն ինչի կազմակերպիչները հեշտ տարան։ Հետո երբ Հայաստանում արդեն իշխանությունը լճացել էր, պերմանենտ հեղափոխականները, որոնք ծառայում են այդ նույն կենտրոնին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ուզում էին իշխանափոխությունը փոխանցել, տեղափոխություն անել եւ շարունակել հաջորդ տեխնացիով, բայց հնարավորություն եղավ կանգնեցնել 96 թվականի նախագահական ընտրություններով փաստացի, որը դե յուրե հաստատվեց 98 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով, բայց հրաժարականի ժամանակ վերջերս իմացանք, որ մարդ կար, որը համաձայն չէր։ Ով համաձայն չէր, արդյունքում այնպես ստացվեց, որ վերվեց իշխանության, որ 2018 թվականի ապրիլի 23-ին եղավ այս ամեն ինչը։ Հիմա այսքան էս հետընթաց խի էս այդ հայաց գցեցինք այսքան պատմական փաստերի այդ քրոնիկային, որ հասկանանք, թե մեր դեմ ինչ ծրագիր է իրականացված, ինչ համալիր ծրագիր է իրականացված։ Այսինքն պարզ ձևով դու դնես հաշվես, որ այս 2-3 բանով կուսակցություններով սենց մի բան ենք մտածելու եւ հաղթանակ ենք տանելու։ Այդքան հեշտ չի լինելու։